Ինչ է պետք այսօր իշխանություններին որևիցե մարդու ազատազրկելու համար, թեկուզ մի քանի ժամով մինչև հանգամանքների պարզումը, բայց ինչ է պետք բաժին բերման ենթարկելու համար։ Երկու բան կարող եմ ասել, եթե փորձեմ շատ լակոնիկ պատասխանել, առաջին ցանկություն, երկրորդ քոլի կողմնակից չլինել։ Դա բավական է։ Միանշանակ։ Մենք ունենք Նիկոլի համար սիրելի դատավորներ, ում չգիտես ինչ հանգամանքներով միշտ հետաքրքիր ու քաղաքական գործեր անում են մի քանի հոգու վրա։ Այսինքն, սա խոսում են ամենը նրա մասին, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ենթադրյալ տարանջատված իշխանությունները կառավարվում են մեկ մարդու կողմից, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Վովայևիչն է։ Սամվել Կարապետյանը իրականում իսկական հայի, իսկական հայրենասերի կերպարն է մարմնավորում բոլոր առումներով։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը փորձում է, ոչինչ չի ստացվելու, Սամվել Կարապետյանին իջեցնել իր մագարտակին։ Եկել ես եկեղեցի, իրականում մենք բոլորս հավասար ենք եկեղեցում։ Աստծո առաջ հենց այդ ամենը հստակ կա։ Աստծո առաջ բոլորս հավասար ենք։ 40-50 տիկնապահներով մտնել մարդկանց աղոթքը խանգարել։ Ողջույն, անցումային շրջանները բոլորի համար են դժվար, նույնիսկ անհատ մարդու։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է մի քանի անցումային շրջաններ, մինչև որ կյանքում գտնում է իր տեղն ու դերը։ Նույն process-ը կատարվում է նաև պետության առումով։ Հիմա մենք գտնվում ենք հենց անցումային շրջանում եւ ականատես ենք լինում իրավիճակների, որոնց մասին նույնիսկ երևակայել նախորդ թվացյալ անցումային շրջանում դժվար կլիներ։ Այսօր իմ զրուցակիցը փաստաբան է, ում հետ խոսելու ենք այն դեմոկրատիայի մասին, որը մեզ ներկայացվում է, բայց արդյոք կա։ Իմ զրուցակիցն է Ռուբեն Մխիթարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, հրավերը ընդունեցիք եւ չեմ կարող իմ խոսքը չսկսել երկօրյակ եղբայրների հանդեպ օրեր առաջ կատարվածի մասին։ Ծաղկազարդ, սուրբոր, հավատացյալ եղբայրներ, աղոթք, ազատազրկում։ Չափահասի, այո, 18 տարեկան, բայց ընդհանրապես դպրոցական մի տղա, ով ունի առողջական խնդիրներ։ Վիճակը ավելի է բարդացել, իսկ մենք ապրում ենք մեծահոգի, սիրով լեցուն, դեմոկրատիայի բաստիոնում գտնվող մի պետության մեջ, ձեր մեկնաբանությունը։ Շատ ճիշտ ասեցիք, ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում իսպառ բացակայում է։ Ու դա ի շնորհիվ վարչապետիատորը զբաղեցնող անհասկանալի սմայլիկներ անող, անհասկանալի դեմքի արտահայտություններով հայ ժողովրդին բարելույս մաղթող մարդու մասին, այն ինչ որ փոքրիկ խմբակի կողմից իրականացվում է ու հրամցվում է, դա միանշանակ ոչ իրավական պետության, ոչ ժողովրդական պետության եւ ոչ էլ ընդհանրապես ժողովրդավարության հետ որևիցե աղերս չունի։ Մենք խնդիրներ ունենք ամբողջ իրավական համակարգում, որովհետեւ արտարադատությունը ընդրովի է։ Երկու եղբայրների մասով իհարկե փառք Աստծո մի եղբորը թողեցին, բայց մյուսի մասով խնդիրներ դեռևս կան, վստահ եմ առնվազն չեմ հավատում իրականում, որ գլխավոր դատախազը օրենքով սահմանված իր լիազորությունները կիրականացնի ու անհապաղ ճնշումով կդիմի դատարան ազատ արձակելու համար, քանի որ ի թիվս այլ հանգամանքների իրավական բարոյական մասը տնում եմ կողքի, կան նաև այլ խնդիրներ, որից օգտվելով գլխավոր դատախազը առողջության մասով կարող է միանշանակ դիմել ու լավ գոնե տնային կալանքի ներկայացնել։ Մենք նաև ունեցանք խնդիր, չասեմ խեղկադակների, բայց իրականում շատ մոդ է, եթե չեմ սխալվում, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ ինչ-որ անհասկանալի հումորային բաներ դրել երիտասարդի մասով, ցավոք սրտի իրենք մոռանում են, թե որտեղից են եկել, ինչի համար են եկել, բայց ինչևէ վստահ եմ իրենց մասով շատ քիչ ժամանակ է մնացել, իրենց վերջին խնջույքներն են մնացել մոտավորապես 2 ամիս խնջույքի ավարտին, ու դրանից հետո շատ մեծ հույս ու վստահություն ունեմ, որ ունենալու ենք իրավական ու ժողովրդական պետություն։ Եղբայրներից մեկի մասով ես որպես եթե փաստաբան գնահատականը տամ, այն պատիժը, այսպես ասենք, հա, կալանքը միանգամից կալանքը միանշանակ հարիր չէ ու համաչափ չէ կատարված գործողությանը, որովհետև տեսեք, եթե մենք խոսում ենք կալանքի կարևորության մասին, ինքը ամբողջ աշխարհում ընդունված եւ շատ ճիշտ մեխանիզմ է, բայց երբ որ թե մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ թե Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը իր նախադեպային գրեթե բոլոր որոշումները հստակ նշել են, թե երբ է պետք է իրագործի դատարանը կալանք։ Այսինքն
հանցանքի առնվազն ծանրությունը պետք է համապատասխանի հենց կալանքին։ Դրա համար օրենսդիրը նախատեսել է նաև այլ ընտրանքներ, այլ տարբերակներ, տնային կալանք, վարչական վերահսկողություն եւ այլն եւ այլն։ Բայց մեր դատարանները ցավոք սրտի միայն օգտվում են այլ միջոցից են օգտվում եւ որպես կանոն առաջնորդվում են հենց դրանով։ Դուք հաստատ տեսած կլինեք կադրերը եւ որպես փաստաբան այդտեղ հանցակազմ առհասարակ տեսնում եք, թե սա սանդրանք էր, որին երիտասարդը տակարյուն լինելով եւ հենց այդ պահին աղոթքի մեջ լինելով սուր արձագանքեց։ Ես երիտասարդին միանշանակ որևիցե բանում չեմ մեղադրում, որովհետեւ չափից ավել դժվար է տեսնել Նիկոլ Փաշինյանին եկեղեցում, որ իրականում կապ չունի մարդ եկեղեցու հետ, չենք խոսում փողոցում, այլ մարդիկ այդ սուրբ օրով աղոթք են անում, ինչ որ անհասկանալի թիգնապահներ հրմշտելով ուզում են գնալ առաջ։ Շատ լավ, եկեք մի պահ ընդունենք, որը չեմ հավատում անհնար է։ Նիկոլ Փաշինյանը դարձի եկել, դարձել է քրիստոնյա եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում մենք որ բոլորս մնում ենք եկեղեցի, հարմարվում ենք եղած ժողովրդին։ Այո, կապ չունի վարչապետ է, մեր Նարեկ Ղարաբեձյանն է, սստամ կադրեր տեսած կնեք սոցցանցերում, առանձին անկյունում իր ընտանիքի հետ, իր տիկնոջ հետ, այսինքն դա խոսում մարդու բարոյական արժեքների մասին։ Դե դու վարչապետ ես կամ Նարեկ Ղարաբեձյանն ես, եկել ես եկեղեցի, իրականում մենք բոլորս հավասար ենք եկեղեցում։ Աստծո առաջ հենց այդ ամենը հստակ կա, Աստծո առաջ բոլորս հավասար ենք։ 40-50 տիկնապահներով մտնել մարդկանց աղոթքը խանգարել վատ դեմքերով, շատ նորմալ, իրականում այդ ռեակցիան, մանավանդ երիտասարդի մոտ տակայությունությունը նորմալ էր, որովհետև ինչքան գիտեմ, ընտանիքի անդամների հետ էին խրմշտոց եւ այլն։ Որովհետեւ նորմալ մարդ այդ ամենը չի կարող տեսելով նաև Նիկոլ Փաշինյանի դեմքը չի կարող adekvat ընդունել։ Պարոն Մխիթարյան, սա դրանքը դուք ներկայ իշխանությունների պահված որպես գործելավոճ նկատում եք, որովհետև ամեն օր նոր ինչ որ տեսանյութեր բովանդակությունից բացարձակ զուրկ, սա հերթական սադրանքն է, թեման տակ պահել, վախի զգացողության արտացոլում, ինչ է սա, անիմաստ վիդեոներ, անիմաստ ինչ որ տեսա ուղերձներ, որոնց բովանդակությունը բացի ժպիտից այլ բան չի առաջացնում, ինչի դրսևորում է սա ասծես։ Տեսեք, իրենց կողմից վախը արտահայտվում է տարբեր ձևերով։ Շատ ճիշտ նշեցիք, ամենաանբովանդակ նյութեր տարածելով, անբովանդակ Facebook-ում ստատուսներ գրելով, պետականաշինության, ժողովրդավարության հետ էս մարդիկ կապ չունեն ընդհանրապես։ Իրենք ես վստահ եմ չգիտեն դա ինչ է, որովհետև երբ որ հուսապարգերը դառնում են պետության համար կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձիկ, անհնար են մարդիկ ինչ որ իշահ հայ ժողովրդի իշահ պետության որից է գործողություն անեն։ Դրա համար իրենք ինտերնետը փորձում են լցնել MBC նյութերով, որ մարդկանց մի փոքրիկ խմբակ կոչված այդ մարդկանց ստվար զանգվածին կարողանան ինչ որ մի բանով զբաղեցնել, որովհետև երբ որ դու ընդամենը մտնում ես վարչապետ լինելով հանդես դու այնքան պարապ ու անիմաստ օր ունես, այսինքն ստացվում է, որ նմանատիպ անբովանդակ, զրո արժեք ունեցող, զրո պետության մասին մտածող վիդեոներ ես տարածում, բայց ինչքանով որ ես եմ հասկանում, ես վարչապետը իրավունք չունի նույնիսկ ըստիս ունենալ թեկուզ 30 վայրկյան ազատ ժամանակ նամանավանդ այն պահին, երբ որ պետությունը գտնվում է նման ծանրագույն պայմաններում, երբ որ հարևան, բարեկամ Իրանում նմանատեսակ ցավալի պատերազմ է իրականում, օրը չգիտեմ քանի հոգի մարդիկ են մահանում, ենթադրում տեղեկատվությունը բավականին փակ է ու մենք դրա մասին հետո ենք տեղեկանալու, մենք կուկուռուզ ենք ուտում վարչապետի մագարտակով։ Այդ է իրենք այնքան են պետական պաշտոնյայի մագարտակ իջեցել, երևի պլենդուզից ներքև չգիտեմ շերիշակ, եթե չեմ սխալվում հայերեն տարբերակը, իրենք այնքան են իջեցել, որ ուժն եկուտա, սրանից ավել էլ տեղ չկա իջնելու։ Պարոն Մխիթարյան, դեմոկրատիա, օրենքի ուժ, այսպես կոչված հեղափոխության ընթացքում մեզ բոլորիս ասվում էր, որ օրենքի առջև բոլորը հավասար են լինելու, այն ժամանակ այդպես չէր, կային արտոնյալներ, ընտրյալներ այլևս օրենքի առջև բոլորը հավասար են լինելու, այսօր փաստացի դա այդպես չէ մեկ, երկրորդը օրենքը դարձել է տրամադրության պես մի բան, այսօր այսպիսի օրենք է, տրամադրությունները եղանակը փոխվեց, հրատապ հավաք ազգային ժողովում եւ նոր օրենք։
Եթե օրենքը միատեսակ կիրառություն ունի, ես ուրեմն հարց ունեմ մեր գլխավոր դատախազին կապված։ Ընդամենը մեկ օրինակ եմ բերում Նիկոլ Փաշինյանի կողմից ազգային ժողովի ամբիոնից նաև Facebook-յան ստատուսների մագարտակով կատարված 18+ ձևաչափ ունեցող հայտարարությունները եւ ելույթները։ Այդ չկա միանշանակ։ Ամբողջ pedagogan ապարատ, pedagogan համակարգ սկսած իրավապահներից վերջացած դատարաններով գերակշիռ մասը իհարկե զբաղված են միայն պահելով Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, պաշտպանությունը զբաղված են միայն պաշտպանությունով։ Շատ ճիշտ նշեցիք, վերջի կարևորագույն դեպքը իրենց կարևորագույն վախի արտացոլանքը վերաբերում էր ընդամենը Սամվել Կարապետյանի մասին։ Տեսեք ինչ հետաքրքիր պարադոքս ունենք այստեղ։ Մի կողմում առավոտից իրիկոն իրենք թմկահարում են, որ որովհետեւ ձև չեն վախենում Սամվել Կարապետյանից, ինչ վախի մասին է խոսքը, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, Սամվել Կարապետյանն իր ձայները տալու է Ռոբերտ Քոչարյանին, մնացածին մյուսին, մյուս կողմում հնարավոր բոլոր լծակները օգտագործում են, որովհետեւ այս ուժի դեմ, այսպես ասենք, առնենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի այս անհասկանալի ու նաև իր թիմի անհասկանալի վիճակն ու ցայտնոտները, այսպես ասենք, տողերոցները հստակ խոսում են, որ իրենք վախենում են Սամվել Կարապետյանից ու Սամվել Կարապետյանի թիմից, որովհետև տեսեք, Վենետիկի հանձնաժողով ունենք, որտեղ հստակ նշված է. պետությունը իրավունք ունի ընտրական օրենսգրքին ձեռ տալ ընտրություններից առնվազն 1 տարի ժամանակահատվածում։ Հիմա մեր ընտրություններին մնացել են պլյուս-մինուս 2 ամիս ու հրատապ նիստը հրավիրում ազգային ժողովում, հավաքվում է փոքրիկ խմբակը, ովքեր որ չգիտեն իրականում ազգային ժողովի պատգամավոր իրավունքը որն է, պարտականությունները որն է, կնոպկաներ սխմողներ են, միանգամից քվեարկությունով արագ անցկացնում են, առայն որ դաշինքները, կուսակցությունների դաշինքների մասով իրավունք չունեն անուն լինել։ Այսինքն, եթե ես չեմ սխալվում, մինչև այս պահ հայտարարվածների մեջով միայն մեր դաշինքի մասը որ կար Սամվել Կարապետյան անվանում, այսինքն անվանում կար։ Եթե Սամվել Կարապետյանից չեք վախենում, հարգելի փոքրիկ խմբակի անհասկանալի ներկայացուցիչներ, այս քայլը ինչի մասին է խոսում։ Սա իրական վախի թուլության արտացոլանքն է, ուրիշ որևիցե բան չկա։ Իդեպ պարոն Մխիթարյան, ասացիք, որ լուրեր են տարածում, որ Սամվել Կարապետյանը իր ձայները փոխանցելու է Ռոբերտ Քոչարյանին, դա այդպես է թե չէ։ Եվ կանխավ իմանալով պատասխանը, թեև դուք կպատասխանեք, ես իմ հաջորդ հարցը հնչեցնեմ, ինչ որ մի կետում կմիավորվեն ուժերը այո թե ոչ, եւ արդյոք դուք Ռոբերտ Քոչարյանին ձեզ մրցակից ոչ թե հակառակորդ, այլ ուժի առումով, ձայներ ստանալու առումով մրցակից համարում եք։ Տեսեք, սկսեմ հենց սկզբից, Ուժեղ Հայաստան դերևս դաշինքի մասը չեմ ասում, Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնազոն Սամվել Կարապետյանն է։ Միանշանակ պաշտոնապես ես նաև հայտարարում եմ, որ մեր վարչապետի տեխնազոն եղել է, կա ու լինելու է Սամվել Կարապետյան, ինչպես նաև միանշանակ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Ինչ վերաբերում է միացող ուժերին, ես վստահ եմ, որ դուք նաև սոցցանցերից տեղեկացված կլինեք, որ մենք ունենք այս պահին երկու ուժեր, ովքեր միացել են մեզ, ունենք նաև Ժառանգության կուսակցության կողմից արված հայտարարություն, այսինքն, ինչպես նաև Նարեկ Կարապետյանը նշեց, միասնություն է։ Մարդիկ հասկանում են, որ միասնական պետք է լինենք։ Այս չեմ լսում, այս կերպարի դեմ պայքարի համար հայ ժողովուրդը պետք է միասնական լինի։ Մենք, ինչպես Նարեկ Կարապետյանը նշել, բաց ենք ոչ էսպային ազգային ժողովի գտնվող կուսակցությունների դաշինքների մասով համագործակցության, փորձում ենք հնարավորինս նոր ուժերի հետ, որովհետև մենք նաև մեզ տեսնում ենք որպես նոր ուժ, այսպես ասած երրորդ ուժ, Նիկոլի ասածը չենք, նախկինները չենք, Նիկոլ չենք, դեռ նոր ուժ, ով ցանկանում է իրոք ունենալ ուժեղ տնտեսությունով ուժեղ Հայաստան։ Մենք միանշանակ բաց ենք, իհարկե կան նաև բանակցություններ, որոնք նաև հայտարարվեցին, որ ինչ-ինչ պատճառներով չեն եղել, բայց ամեն դեպքում մենք գնում ենք ընտրության միանշանակ հաղթելու մասով։ Մրցակից համարում եք ձեզ։ Ես այդ հարցը ուզում եի մրցակցի մասով, տեսեք, մեր ու ոչ միայն մեր բոլոր տեսակ սոցհարցումները ցույց են տալիս, որ առնվազն ընդդիմության, կողմում մեր դիրքերը բավականին լավ են, ժողովուրդը մեզ վստահում է ու մեր կողքին է։ Մրցակից ես չեմ ուզում որևիցե մեկին համարել, նաև չհամարել, այլ մենք մեր ճանապարհն ունենք, մենք մեր ճանապարհային քարտեզ ունենք, մեր հասարակության ներկայացել ենք մեր քայլերը, ինչպես նաև սկսած նույնիսկ սահմանադրության այդ հոդվածի
մասից օգտվելով, դրա համար մենք գնում ենք մեր բռնած, ուղիղ, բարձ, անկեղծ ու կարևորագույն ազգաննպաստ ու, այսպես ասեմ, հայրենա փրկության ճանապարհով։ Պարոն Մխիթարյան, դուք որպես փաստաբան նաև քաղաքացիով նման փորձ է ունեցել, ինչ է պետք այսօր իշխանություններին որևիցե մարդու ազատազրկելու համար, թեկուզ մի քանի ժամով մինչև հանգամանքների պարզումը, բայց ինչ է պետք բաժին բերման ենթարկելու համար։ Երկու բան կարող եմ ասել, եթե փորձեմ շատ լակոնիկ պատասխանել։ Առաջին ցանկություն, երկրորդ քոլի կողմնակից չլինել։ Դա բավական է։ Միանշանակ։ Դուք ունեք նաև դրա փորձը Գյումրիում ընտրությունների, քաղաքապետի ընտրությունների ժամանակ իսկապես ձեզ բերման ենթարկեցին ոչինչի համար, մինչդեռ դուք ընդհակառակը ընդհարում էիք փորձում հանգուցալուծել, սա նույն սխեմայով աշխատեց։ Միանշանակ համաձայն եմ, քաղաքապետի ձերբակալության ժամանակ ես այնտեղ էի գտնվում ու հանդես էի գալիս որպես փաստաբան, այնքան իրենք ոչ կոմպետենտ են, որ չեն հասկանում, որ երբ որ մարդը, մի պահ մոռանանք նույնիսկ որ փաստաբան է, մարդը երբ որ մտել է երկու պատնեշների արանքը, ձեռքերը վեր պարզած փորձում է հանդարտեցնել երկու կողմերին, այսինքն այդտեղ խոսում է նույնիսկ նույն իրենց վախի մասին է խոսում։ Ես վստահ եմ, որ իրենք քաղաքական հրահանգ ունեին, որովհետև այդ ընթացքում բացվեց մեր ձևով շարժման գրասենյակը Գյումրիում մեծ շուկով, մի քանի օր հետո մենք արեցինք Գյումրու տոն, այսինքն իրենց վախերը երկար ժամանակ եկան։ Դրա համար հենց այդ եմ ասում, որ իրենց ընդամենը պետք է ցանկություն ու իրենց հակառակվել։ Պետք է բան ուրիշ ոչ օրինական գործողություն կամ նմանատիպ նրանց դա հետաքրքիր չէ։ Ինչպես երգվում էր հայտնի երգում լինի մարդը հոդվածը մենք մի կերպ կգտնենք։ Միանշանակ։ Պարոն Մխիթարյան, մենք այսօր ապրում ենք մի Հայաստանում, կարծես ծուր հայլիների աշխարհ լինի։ Լսում ենք մի բան, իրականությունում տեսնում ենք մեկ այլ բան։ Բացարձակապես սուտ խոսելը եւ ասել մի բան, անել բացարձակապես հակառակը նորմա է դարձել։ Ասել, հետո ասել չեմ ասել։ Անել, հետո ասել նման բան տեղի չի ունեցել։ Սա քաղաքական գործի որակի մասին է խոսում, սա մարդու որակի մասին է խոսում, թե այն հասարակության վերաբերմունքի ու ընկալման մասին է խոսում, ով այս խայծը ուտում է եւ հանդուրժում է իրավիճակը։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ին հասարակությունը մեր ժողովրդի հստակ ցույց է տալու իր պատասխանը Նիկոլ Փաշինյանի ու իր խմբակի այս տեսակ ու այս չափի սդին գեղձիկին մանիպուլյացիաներին, իրենք են վստահ, որ այս ամենը ավարտվելու է, որովհետև փուչիկը ամեն դեպքում մի օր պայթում է։ Ու միանշանակ դա մենք հունիսի 8-ին արտանալու ենք լրիվ ուրիշ ու ուժեղ Հայաստանում, որովհետև տեսեք, նորմալ էլ չի, բարոյական էլ չի, երբ որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, երկիր ներկայացնող անձը մետրոյում մի բան է ասում, ընդամենը 2 ժամ հետո փողոցում մի ուրիշ բան է ասում, մոտ երևի 40 րոպե հետո լրիվ այլ բան է ասում, դա ամենայն անկեղծությամբ ես այդ բառապաշարներին չեմ տիրապետում, չեմ կարող ասել թե դա ինչ է, բայց որ վերջի երևում է, դա փաստ է։ Պարոն Մխիթարյան, նոր Հայաստանում ընտրություններից հետո ընտրվելու պարագայում ինչպիսին եք պատկերացնում իրավական համակարգը, լուստրացիայի վերջո լինելու է թե ոչ եւ ինչպես եք պատկերացնում այս այլևս կիսափլուզված այդ փլատակների վրա արդարադատությունը ինչպես եք վերակառուցելու։ Տեսեք, ես քանի որ ճիշտ է հրաժարվել եմ արդեն դիմումս ներկայացել, բայց նաև հանդիսանում եմ դատավորի տեխնազու, հա, ես վստահ եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում քիչ չեն իրոք լավ, ազնիվ, արտար, կրթված, իրավագիտակից դատավորները։ Այստեղ մենք ընդհանրապես մեկ հարց ունենք։ Պետք է օգտվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Այն է, օրենսդիր, գործադիր դատական իշխանությունները պետք է իրարից տարանջատված լինեն։ Երբ որ դատավորները լինեն անկախ, զանգով չորոշվի ինչ լինի, քաղաքական մոտիվներով հրահանգներ չստանան, երբ որ մենք չունենանք նմանատեսակ դեպքեր, միանշանակ ես վստահ եմ, որ մեր դատավորներից շատ ու շատերը, ով է որ չդիմանա, դիմում այդ գրելու դուրս գա իհարկե, շատ ու շատերը աշխատելու են օրենքի տառին համապատասխան։ Տեսեք, մենք այսօր դեպք ունենք, որ դատավորներ ունենք, անունները չնշեմ, բայց երբ որ պարզում է որ գործը X մարդուն է մակագրվել, ամբողջ Facebook-ը հրճվում է այդ մարդու վրա ու միտքերն է, որ դե կապ չունի ինչ է, միանշանակ կալանավորելու է կամ միանշանակ որոշումը տալու է։ Այսինքն
մենք ունենք Նիկոլի համար սիրելի դատավորներ, ում չգիտես ինչ հանգամանքներով միշտ հետաքրքիր ու քաղաքական գործեր լինում են մի քանի հոգու վրա։ Այսինքն, սա խոսում են ամենը նրա մասին, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ենթադրյալ տարանջատված իշխանությունները կառավարվում են մեկ մարդու կողմից, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Վովայևիչն է։ Նույն մեխանիզմով սկսվեց քարոզը հակաեկեղեցական, սկզբում ասվեց մաքրում ենք եկեղեցին, հետո պարզվեց արշավ է, այսպես ասեմ, հենց կաթողիկոսի դեմ եւ եկեղեցու հետ ըստ էության առողջություն չունի, որովհետեւ խոշոր հաշվով այնտեղ մաքրելու ոչինչ էլ չկա։ Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ հարցազրույց է տալիս ռուսական հեռուստաընկերություններից մեկին, որովհետև նա ասում է. «Ենթադրենք, ունենք մանկապղծության դեպքեր, միգուցե ես հիմա բառացիորեն չեմ ասում, որոնք պիտի պատժվեն, թե չպիտի պատժվեն»։ Դորձին էր կարծեմ տվել այս հարցազրույցը։ Սա ինչ է, հերթական օվերտոնի պատուհան է բացվում, այսպես է այս մեխանիզմը աշխատում, թե մարդը առանձնապես պատասխանատվություն իր վրա չի կրում, որ նա պետական մարմին է եւ նրա նույնիսկ վերացական ասված խոսքը ուղիղ ինֆորմացիա է ընկալվում։ Այս մասին որպես օրենքի ներկայացուցիչ, այսպես ասեմ, պետական գործիչը կշիռով քաղաքական գործիչը կարող է օտար երկրա լրատվական միջոցին ոչ հաստատված ինֆորմացիա տալ, որտեղից անմիջականորեն երկու հարց է բխում։ Եթե այդպես է, ունեք փաստեր, ինչու մարդիկ ձերբակալված չեն եւ պատժված չեն, եթե չունեք փաստեր, ուրեմն ինչու եք վարկաբեկում։ Ճիշտ ասած, նեղվեցի, որ Ալեն Սիմոնյանին էլ անվանեցին պետական գործիչ, որովհետեւ տեսեք, իրենց ամբողջ թիմի համար ցավոք սրտի ձեր հարցերին ես որպես իրավաբան չեմ կարող պատասխանել։ Բացատրեմ ինչի։ Այն ինչ որ իրենք անում են, այն ինչ որ օրինակ ես ականատես եմ եղել նաև Սամվել Կարապետյանի իր փաստաբանել եմ նաև դատական նիստերին նամանավան վերջին իրավաբանություն տարապես չկա։ Իրավաբանությունը ոչ մեկին հետաքրքիր չի։ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանները եւ այլն, այդ տեսակ մարդիկ ընդամենը անում են հայտարարություններ մարդկանց թույլ տեղերի հետ խաղալով, մարդկանց հրամցնելով այդ իրականությունը։ Շատ կարճ օրինակ բերեմ Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութը։ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Facebook-յան ու նաև այլ հայտարարություններով հայտարարեցին, որ այդ նման բան եղել է։ Ես չեմ խոսում, որ քրեական դատավարություն, քրեական օրենսգիր հստակ հոդված ունեն, երբ որ ասում են անմեղության կանխավարկած կոչված է։ Դնենք դա էլ մի կողմ։ Երբ որ իրենք խոսում են հաստատ, գոնե ես կցանկանայի, որ վերջնական, այսպես ասածա, վերջնարցունքում պարզվեր, որ այո, այդպիսի բան եղել է։ Նույն Արշակ Սրբազանի դեպքում հայտարարություններն արեցին, այդ մարդու վրա փորձեցին ցեղ շպրվել, վերջում փորձաքննությունը պարզվեց, որ Արշակ Սրբազանը այդ տեսակետում չկա։ Այսինքն, ընդամենը հայտարարությունների խոսքի, անմագարտակ խոսքի դիրույթում են իրենք գտնվում։ Ու քանի որ պատասխանատվություն չկա, որովհետև ամբողջ համակարգը, ամբողջ ոստիկանական կամ իրավապահ համակարգը աշխատում է իրենց համար, դրա համար թույլ են տալիս անցնել բոլոր տեսակ կարմիր գծերը։ Երբ որ իմանային, որ նա գլխավոր դատախազը, չգիտեմ, այլ քննիչները կամ եւ այլն այդ ուժային, կառույցները ցանկացած պահի կարող են միջնորդությունով դիմել իրենց անձեռնախելությունից զրկելու, գործեր հարուցելու, նման տեսակ էժան հայտարարություններ իրենք չէին անելու։ Սա ընդամենը խոսում է իրենց վստահության մասին։ Նույն Ալեն Սիմոնյանին, ով մի հատ շատ նշպիկ բառը ասում, ինքը վիրավորում հայցելումներ է ներկայացնում, քրեական գործեր հարուցում է, բայց երբ որ հակառակն է, մենք նման բան չենք տեսնում։ Դա խոսում է դելի օրենքի միատեսակ կիրառության համար, բոլորը այդ ապարատում լծված են իրենց, այսպես ասած, այնց փափուկ բան պահելու համար։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, որի անդամը դուք եք, նաև պարբերաբար շրջում է տարբեր մարզերով, գյուղերով, քաղաքներով եւ հասարակության ժողովրդի հետ ունենում է անմիջական շփում։ Արդյոք այսօր պարզ քաղաքացին, պարզ գյուղացին հասկանում է, թե ինչ է կատարում, թե այնուամենայնիվ այս խայծը շարունակում են ուտել, շարունակում են հավատալ կերպարին, ով ներկայացավ 18 թվականին եւ արդեն 26 թվականին բացարձակապես այլ մարդ է, այլ դավանանքներով եւ արարքներով, քան թե քարոզվում էր 18 թվականին։ Պարզ քաղաքացին սա գիտակցում տեսնում է, թե այնուամենայնիվ թմբիրում գտնվող մարդիկ կան։ Թմբիրում գտնվող մարդիկ
միշտ եղել են ու կլինեն բոլոր տեսակը ամբողջ աշխարհում այդպես, բայց այստեղ կարևոր բանը գիտեք, որ երբ որ հասարակության արդեն գերակշիռ մասը, բառի իմաստով գերակշիռ մասը, խոսքերս կհաստատվեն հունիսի 7-ի գիշերը, մարդիկ արտանում են արդեն, որովհետև իմ ասեմ ավելի Նիկոլ Փաշինյանը 18 թվականին ու 26 թվականին բավականին երկար է, իհարկե տարբեր մարդիկ են, բայց Նիկոլ Փաշինյանը Առավոտյան ուրիշ մարդ է, ցերեկն ուրիշ մարդ է, այսինքն իր փոփոխությունները այդ քամելեոններ չէ, որ անդադար է, փոփոխությունները այդ պահի բերումով անդադար լինում են։ Միանշանակ ես Շիրակի մարզի նաև համակարգող պատասխանատուն եմ, միանշանակ մարդկանց մոտ աշտացել է, որովհետև էլ չեն կարողանում խափնվել, մարդիկ իրոք ուզում են լավ ապրել։ Ու երբ խոսում ես նաև մարդկանց հետ, իրենք էլ են շատ լավ հասկանում, որ լավագույն տարբերակը Սամվել Կարապետյանն է, որովհետև նույն Սամվել Կարապետյանը իր ուրախ, հանգիստ, անհոգ կյանքը թողել է, եկեք անգասինենք, եկել է մարդն մի քանի երկու ամսից 1 տարին կլրանա, ինքը գտնվում է անազության մեջ։ Ու դա արել է փրկելու համար վերջին 90 եկեղեցին, դա արել է փրկելու Հայաստանի Հանրապետությունն ու ինչ մնացել է հայկականությունից, որպեսզի ունենանք լավ երկիր, սա երևի Հայաստանի պատմության անգերց եմ ասում, միակնտրությունն է լինելու, որ վերաբերում է լինել չլինելուն։ Եթե ընդրում ենք Նիկոլ Փաշինյան, միանշանակ Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ ապագայում չի լինելու, կամ ինչ-որ միգուցե դες փոքրիկ կղզյակ լինի։ Իսկ հակառակ պարագայում ընդրությունը միանշանակ հավատացնում եմ, թե ձեր ուսի մեջ է կամ Նիկոլ Փաշինյան թույլ, ոտքից գլուխ, կամ ուժեղ Սամվել Կարապետյան։ Ինչ է, այս ինչ է, փորձը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է։ Մենք գիտենք, մենք տեսել ենք։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է սկի, տխրության, ադելության, հայոյանքների։ Ուժեղ Սամվել Կարապետյան, ինչի է ուժեղ։ 30 տարի այդ մարդը անշահախնդիր եղել է Հայաստանի Հանրապետության ու Արցախի կողքին։ Հիմա էլ ինձև շարունակում է։ Բայց Սամվել Կարապետյանը մի հատ մեծ թերություն ունի, որը մինչև այսօր ամենանայեցությամբ չեմ ընդունում։ Դա այն է, որ իր արած բոլոր տեսակի բարեգործությունները թույլ չի տվել ներկայացնել։ Ես ամբողջովին ընդունում հասկանում եմ մեխանիզմը, թե ինչի է դա արվել, որովհետև մարդը սրդանց իր երկրի կողքին է եղել։ Բայց նաև բարձվում է, որ պետք է խոսել, ցույց տալ, ասել։ Նույն 44-օրյա պատերազմի մասին, երբ որ կյանքում որևիցե բանի չհասած ուսապարգերը ելնում խոսում են Սամվել Կարապետյանի արած չարածի մասին, նույնիսկ 44-օրյայի մասով, այդ արդեն անգերց չասեմ ծիծաղելու, բայց դաժե չարժի իշտել այդ մակարդակը, որ իրենց շուտ բան պատասխանեն, որովհետև պաշտոնական տվյալներով ինչ օգնություններ է ուղարկվել, ինչ է արել, այս ամբողջ ընթացքում իրենք երևի մոռացել են Արսեն Թորոսյանը ինչ ուրախ հբարտ դեմքով հիվանդանոցի բացվանր հետևի ֆոնին Նարեկ Կարապետյանն էր կանգնած ով էր ֆինանսավորել պետությունը, իհարկե ոչ։ Իրենք երևի մոռացել են season-ի այգին, չեմ ասում, իրոք եթե գիրք գրենք, միանշանակ կլինի, ոչ թե ես կովում եմ, այլ խոսում եմ ընդամենը փաստերի մասին։ Նույն Գյումրիում Վառեն Մալենշենք հիմա որ վերակառուցվում է, ուր է 8 տարի։ Էլ չենք խոսում իրենք որ ասում են նախկիններ, իրական ու իդեալական նախկին իրանք են։ Պարոն Մխիթարյան, դուք փաստաբան եք եւ ես կուզենայիննաեւ մի քանի հարցի շուրջ խոսեինք ընտրությունների վերաբերյալ Սամվել Կարապետյանի մասնակցությունը։ Առ այսօր Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, եթե այս ընթացքը շարունակվի մինչև ներառյալ հունիսի 7, մարդու անազատության մեջ լինելը օրենքի տեսանկյունից արդյոք խոչընդոտ է ընտրություններին մասնակցելու եւ ընտրվելու համար։ Դա որևիցե խոչընդոտ չէ։ Սա իրենք հենց այստեղ էլի եմ ասում, մենք գալիս կգնում ենք մի պատի, որտեղ իրավաբանությունն ու օրենքը գոյություն չունեն։ Սամվել Կարապետյանի շինծու սարկած դադարք գործը իրենց վախի մասին է խոսում։ Ես ամենայն անգերությամբ չեմ կարող նախաքննական կախնիկից ելնելով վերջին դատական process-ից որևիցե իրավական եւ փաստական նյութ ներկայացնել, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջի դատական նիստը, որը տևեց, եթե չեմ սխալվում, մոտ 12 ժամ, իրավաբանության հետ ընդհանրապես որևէ աղերս չուներ։ Ուղղակի իրենք այնքան են վախենում Սամվել Կարապետյան կերպարից մարդուց, դրա համար փորձում են փակի մեջ պահել։ Ամենամեծ խնդիրը իրենք շուկից ու անունից են վախենում Սամվել Կարապետյանի։
Դատարանը թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին ելույթ ունենալ, բայց վարչապետը իր հերթական վիդեոյով ասում է խոսիր, ինչու չես խոսում։ Նաև այս մասին, այդ պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր անում Սամվել Կարապետյանին կոչ անելով ինչու ես արհեստական բանականության միջոցով խոսում եւ ոչ թե քո դեմքով եւ քո ձայնով ներկայանում, այդ պահին կար իրավունք, որպեսզի Սամվել Կարապետյանը հանրային ելույթ ունենա։ Տեսեք, Սամվել Կարապետյանը իրականում իսկական հայի, իսկական հայրենասերի կերպարն է մարմնավորում բոլոր առումներով։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը փորձում է, ոչինչ չի ստացվելու, Սամվել Կարապետյանին իջեցնել իր մագարտակին։ Դա միանշանակ չի լինելու, որովհետև մի շատ ճիշտ խոսք կա, չէ՞, որ իջնես ներքևինի մագարտակին միանշանակ դու այնտեղ պարզվելու ես։ Նիկոլ Փաշինյանը գերնի եղած վիճակում, որ բոլորս էլ իջնենք, միանշանակ պարզվելու ենք։ Ինչ վերաբերում է օրենքներին ու նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում առնվազն մեր համար, մեր փաստաբանական թիմի համար, մեր ամբողջ թիմի համար գոյություն ունի օրենք հասկացություն։ Երկրի վարչապետը 1000 ներողություն։ Ինչ իրավունք ունի իմանալու մի տեղեկատվություն կապված Սամվել Կարապետյանի դատական գործի, որը նույնիսկ իր փաստաբանները տեղեկացված չեն։ Ինչ իրավունք ունի որոշմանը ծանոթանալու, որը փաստաբանները չեն ստացել։ Տեսեք, մեր Արամը Վարդևանյան, ներկայացրեց մի քանի օր դատարանի որոշումը։ Այսինքն, երկրի վարչապետ կոչվածը ստացվում է ուղիղ կապի մեջ է դատավորների հետ ինչ որոշում կայացնեն։ Հենց դրա մասին եմ խոսում, որ մեր մոտ իշխանությունների տարանջատում, բաժանում, հավասարության սկզբունք չկա։ Մեկ զանգով որոշում է կայացնում Սամվել Կարապետյանին ձերբակալել թե չէ։ Հիշում եք շատ լավ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Ինչպես եղավ Facebook-յան անհասկանալի, տենց չգիտեմ ինչ խնդիրներ առաջացել։ Նույնը եղավ նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով։ Գրեթե բոլոր որոշումները իրավապահ մարմինները սպասում են հստակ ազդագի։ Մի դեպքում Սամվել Նիկոլ Փաշինյանը կարողանում է առանց Facebook-յան իր տենդենսներով խոսել, մյուս դեպքում չի կարողանում իրեն զսպել կամ ազգային ժողովի ամբիոնից կամ Facebook-ով ստատուսներ է գրում։ Մեր մոտ բոլոր գործերը կարևորագույն քաղաքական որոշումներ են եղել, որովհետև եկեք անգես լինենք, նորմալ չէ, որ երկրի վարչապետը ոստի իրենք ենքան են իրոք էս շերի շախի իջեցել, որ խոսում ես երկրի վարչապետ քեզ թվում է վեճ որ բանից ես խոսում, բայց տեսնում ես թե ով է աթոռը զբաղեցնում, մի քիչ ամբողջը խառնվում է իրականում, երկրի վարչապետը մտել է դատական համակարգ, ինքն է որոշումներ կայացնում, այդ աբսուրդ է։ Մեր հայ ժողովրդին եմ խնդրում մի փոքր սպասել, համախմբվել, օգտվելով առիթից կուզեմ նշեմ, որ ապրիլի 11-ին 10:00 մեր միասնության հանրահավաքն է, հայ ազգի միասնությունը պետք է ցույց տանք ազատության հրապարակում, այո, սպասում ենք բոլորին ու վստահ եմ, որ մոտ շուրջ 2 ամսից ունենալու ենք իրոք ուժեղ Հայաստան ու վարչապետն է լինելու է Սամվել Կարապետյանը։ Եվ պարոն Մխիթարյան, չեմ կարող չհնչեցնել եւս մեկ հարց, վերջին հարցը, որքանով տեղյակ եմ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը մեկնարկած է եւ մոտ ապագայում Սամվել Կարապետյանը կլինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հոդս կցնդեցնի այն վարկածը, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու իրավունք չունի։ Շատ ճիշտ է, Սամվել Կարապետյան իր խոսքի տերն է, կապված քաղաքացիությունների հետ, կապված նաև երկիրը զարգացնելու տեսլականի մասով, մենք այս ամենը, որ խոսույթի մեր մեջ կա նաև, որ այս ամեն ինչ երաշխավորված է Սամվել Կարապետյանի, այսպես ասած, կնքով, դա միանշանակ հենց այդպես լինելու է ու հայ ազգը տեսնելու է մի առաջնորդի, մի ղեկավարի, ով միշտ իր խոսքին տեր է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Իմ զրուցակիցներ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը հանդիպելու ենք նորից ու կրկին անհամբեր սպասելով ուժեղ Հայաստանի Գալստյանը։ Առայժմ